տեսեք, գուցե մենք հիշողություններ չունենք, գուցե մենք չենք կարողանում արժևորել, բայց այդ մեր չարաբաստիկ հարևան թուրքը ինքը շատ լավ հիշողություն ունի։ Ինքը հիշում է Սարդարապետի ջարդը, ու ինքը հիշում է, որ այդ ջարդը տեղի ունեցավ, որովհետև երբ որ ամբողջովին բանակը հրամանատարությունը բարոյը լքված էր, կար կատողիկոս, ով գավազանը կեդր խփեց եւ ասաց, ես այստեղից դուրս չեմ գալու։ Եվ դուք բոլորը պարտավոր եք, այդ թվում սքեմավոր հոգևորականները պարտավոր են կռիվ տալու։ Եվ այդտեղ իրենց գերեզմանը գտավ թուրքական ամենաէլիտար բանակներից մեկը, որը տարեդանելի նեղություն նույնիսկ կարողացել էր Անտանտի դեմ հաջողություններ ունենալ, լուրջ հաջողություններ, բայց այստեղ եկան ու հող դարձան։ Այդ թուրքը դա հասկանում է։ Դրա համար էլ հիմա սրան այսպես հանեք հծել են մեր եկեղեցու ճանը։ Ու ցավոք սերդի մենք այսօր արժանապատիվ ես չեմ ուզում մյուս տեղերը դերականացնել, բայց այս ընթացքում ինչ այդ աղանդը սկսել է իր արշավանքները իրականացնել, միակ տեղի Գյումրին էր, որ արժանապատիվ ձևով իրեն ուղղակի վռնդեցին։ Իհարկե կարելի էր ավելի այսպես հստակ այդ ամեն ինչը ցույց տալ, բայց էլի վատ չէր։